Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Միս Աշխարհ գեղեցկության միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնում է դերասանուհի Ադրինե Աճեմյանը, ով երեկ իր ուղերձն է հղել աշխարհին։ Ելույթի ընթացքում Ադրինեն հուզվել է։ Նա նշել է հետևյալը. «Ես ներկայացնում եմ Հայաստանը, մի երկիր, որն անցել է պատերազմների, ցեղասպանության և գոյատևման ճանապարհով։ Նույնիսկ իմ սերունդն արդեն մի քանի պատերազմ է տեսել։ Ես կորցրել եմ ընկերներ։ Անարդար պատերազմի պատճառով երիտասարդ կյանք կորցնելը ամենածանր բանն է, բայց ամենաշատը տուժում են երեխաները։ Նրանք չպետք է անցնեն այդ աղետով, նրանք չպետք է կորցնեն ծնողներին ու իրենց տները, չպետք է փախչեն ռումբերից։ Այսօր ես այստեղ եմ, խաղաղության կոչով։ Խաղաղություն իմ երկրում և ամբողջ աշխարհում։ Իմ ուղերձն աշխարհին խաղաղության համար պայքարելն է, որովհետև խաղաղությունը հենց երջանկությունն է», նշել է Ադրինե Աճեմյանն ու չի թաքցրել հուզմունքը, իսկ մենք ներկայացնում ենք դերասանուհու ելույթն առանց մեկնաբանության։ Hello, ladies and gentlemen. Hello, world. My name is Ադրինե Աճեմյան. I am from Armenia. I am a professional singer and dancer. I am 19 years old and already working in the film industry. This has been my dream since childhood. I want to show other girls that dreams come true. Beauty is not only about how you look. Beauty is also about what you do and how you help others in your community. Since the age of 13, I have been actively involved in charitable activities, taking part in events dedicated to helping children with Down syndrome and autism, and kids who are fighting cancer. I want to dedicate my life and heart to this important mission. Helping children in need is what I want to do in my life. I come from Armenia, a country that has suffered a lot. We have gone through many wars, the genocide and survival. Even my generation has seen several wars. I lost friends. I'm sorry. There is nothing worse than a young life lost in unjust war. But children suffer the most from every armed conflict. They shouldn't go through that disaster. They shouldn't run from bombs. Now I am here. And I speak for peace. Peace in my country and peace in the whole world. Thank you. Thank you. Հնդկաստանում տեղի է ունեցել 72-րդ Miss World գեղեցկության մրցույթի բացման արարողությունը, որի ընթացքում դերասանուհի Ադրինե Աճեմյանը ներկայացել է երևանյան տարազով, որը կրել են 19-րդ դարի արիստոկրատ երևանցի կանայք։ Հագուստը ստեղծել է հայտնի ոճաբան Գևորգ Շադոյանը, հատուկ Ադրինե Աճեմյանի և Miss Աշխարհ մրցույթի համար։ Մրցույթից հենց առաջին կադրերի հրապարակումից հետո միանգամից սկսվեցին քննարկումները։ Շատերը հիացմունքի խոսքեր ասացին մեր պատվիրակի հասցեին, շատերն էլ անդրադարձան տարազի ընտրությանը։ Պահեստազորի ավագ լեյտենանտ, ազգային զարդանախշերով հագուստների մոդելավորող դերձակ Գոհար Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է վերահրապարակել Miss Երևան ֆեյսբուքյան էջից ու գրել. Զարմանահրաշ երևանյան տարազը մեծ բեմերում, ապշում եմ ոճաբանի գրագիտության մակարդակի վրա։ Ես ոնց չէի ֆայմել նման տարազ ստեղծել, ու էստեղ, բացի քրդագնչուական տաճկական խառնուրդից, ձեր ուշադրությունն եմ հրավիրում ոտնամաններին։ 19-րդ դարի և ժամանակակցի հրաշալի միությունից ստացվել է այսպիսի գեղոհագուստ, ու սրանով ներկայացվում է հայոց մշակույթը ամբողջ աշխարհին։ Հարց. Չէր լինի այս աղջկան ուղարկեինք Հայաստանը ներկայացնելու կոնկրետ, Շատախի, Այրարատի, Վասպուրականի, Կարինի տարազներից որևէ մեկով, բուն հայկական տարազով, հայկական ոտնամաններով, սա ինչ է, ու մի հատ էլ բացատրություն են գրել, թե բա 19-րդ դարի երևանյան տարազ, փայլփլուն կտկտիկներով էլ մութ ու լույս տարիների երևանյան ոտնամանների եզակի նմուշ։ Դուք հայ չեք դառնա, աղավաղեք ինչ ունենք, ձուլեք մեր մշակույթը տաճկականի մեջ ու պրծնենք, ողբամ մեռելոց,
կոչ եմ ապրողաց։ Այս մասին գրել էր Գոհար Ասատրյանը, իսկ մենք առաջարկում ենք դիտել Ադրինե Աճեմյանի մուտքից մի հատված ևս։ Տասնիննամյա դերասանուհի Ադրինե Աճեմյանն, ով կներկայացնի Հայաստանը Միս Աշխարհ հեղինակավոր միջազգային գեղեցկության մրցույթում, Instagram-յան իր էջի Stories բաժնում տեսանյութեր է հրապարակում ու տեղեկացնում, որ պատրաստվում է մրցույթին։ Instagram-ում պասիվ եմ, քանի որ շատ խիտ գրաֆիկով ենք այստեղ պատրաստվում։ Այսօր սկսելու ենք շոուի բեմադրական փորձերը, կփորձեմ ցույց տալ ընթացքը, ասել էր դերասանուհին։ Հավելենք նաև, որ Հայաստանը տարվա ընդմիջումից հետո կրկին կմասնակցի Միս Աշխարհ մրցույթին։ Այն անցկացվում է Հնդկաստանի Թելանգանա քաղաքում մայիսի 7-ից 31-ը։ Ադրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ։ Հիշեցնենք նաև, որ Ադրինեն նկարահանվում է «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում, որը եթեր է հեռարձակվում Armenia հեռուստաընկերությամբ։ Պատերազմական իրավիճակում հայտնված յուրաքանչյուր փոքր երկրին աշխարհի օգնությունն է պետք, խաղաղություն է պետք։ Այս մասին մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտարարեց Միս Աշխարհ 2025 գեղեցկության համաշխարհային մրցույթում Հայաստանի մասնակից 19-ամյա Ադրինե Աճեմյանը։ Պատասխանելով այն հարցին, թե մրցույթում ինչ կարևոր խնդրի վրա կկենտրոնացներ աշխարհի ուշադրությունը։ Աշխարհին պետք է տեղեկացնել, որ փոքր երկրները, այդ թվում Հայաստանը, երբ հայտնվում են պատերազմական իրավիճակներում, նրանց աշխարհի օգնությունն է պետք, ասաց Ադրինեն, չկարողանալով զսպել հուզմունքը։ Նրա խոսքով, իր ընտանիքն աջակցել է մրցույթին մասնակցելու իր որոշմանը, քանի որ Ադրինեն մասնագիտությամբ դերասան է, սովորում է թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2-րդ կուրսում և նկարահանվում է հեռուստասերիալներում։ Հույս ունի, որ իր հանդիսատեսն ավելի ակտիվ կլինի և կաջակցի իրեն։ 3 տարի անց, անկախ նրանից, թե Հայաստանը ով կներկայացներ մրցույթին և ինչքան տաղանդավոր կլիներ, Հայաստանի համար արդեն իսկ մեծ նշանակություն ունի մասնակցությունը, քանի որ մեր երկրի անունը կհնչի, դրոշն ու մշակույթը ևս մեկ անգամ կներկայացվեն մեծ բեմում, որը հիանալի հնարավորություն է, ասել էր նա։ Հավելենք, որ Miss Yerevan Production-ն է ընտրել Միս Աշխարհ 2025-ին գեղեցկության մրցույթում Հայաստանի ներկայացուցչին։ Production-ի տնօրեն Արմինե Մուրադյանը իր ելույթում նշել էր, որ Ադրինեն շատ լավ երգում է, ավարտել է երաժշտական դպրոցը, 12 տարի պրոֆեսիոնալ պարով է զբաղվել և ունի բոլոր շանսերը մասնակցելու Միս Աշխարհ 2025-ի տաղանդի վերաբերյալ գրեթե բոլոր մրցույթներին։ Ասուլիսին ներկա էր նաև Միս Հայաստան 1998 թվականին, Միս ԱՊՀ 1999 թվականին Գոհար Հարությունյանը, ով մինչ այս Հայաստանում անցկացնում էր Միս Աշխարհ Արմենիա և Միս Տիեզերք Արմենիա մրցույթները։ Նա իր հետ բերել էր Միս Աշխարհ Արմենիա մրցույթի թագը, որն ավանդաբար փոխանցվում է բոլոր մասնակիցներին։ Այս թագը Միս Արմենիա հիմնադրամից, որն այլևս չի գործում և չեմ կարծում, որ ապագայում կգործի, հանձնվում է Miss Yerevan Production-ին, որպեսզի նրանք շարունակաբար երկար տարիներ կազմակերպեն և հայ աղջիկները մասնակցեն Միս Աշխարհ մրցույթին, ասել էր Գոհար Հարությունյանը։ Եվս մեկ անգամ նշենք, որ Միս Աշխարհ 2025 թվականի գեղեցկության համաշխարհային մրցույթին այս տարի մասնակցելու են 130 երկրների ներկայացուցիչներ։ Star News-ն այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը։ Հաջողություն ենք մաղթում մեր պատվիրակությանն ու Ադրինե Աճեմյանին։